Արդեն 5 օր է, ինչ դուրս եմ եկել քրեակատարողական հիմնարկից, որտեղ կրում էի պատիժ կազմակերպված ոստիկանության կողմից։ Իսկ ինչու եմ ոստիկանությունում հայտնվել, որովհետև իմ սեփական բնակարանը խլել էին ինձանից, նոտարը, դատավորը, բարձրաստիճան իշխանության ներկայացուցիչները։ Ես դիմում էի ուրեմն պատգամ մարմիններին, ոստիկանությունա, դատախազությունա եւ այլ պաշտոնյաների, որոնք կոծկում էին այդ ամենը։ Արդեն 5 օր դրսում եմ, փորձում եմ իմ սոցիալական կարգավիճակը վերականգնել, դիմել եմ սոցնախարարություն, հագուստի պահով չունեին ոչինչ օգնեին, միանվագ դրամական օգնության հարցով դեռ պատասխան չկա, կացության հարցերով ոչինչ չի արվում, իրենք ինձ առաջարկել են այսպես կոչված անօթևանների կացարան, որտեղ այդ իսկ պաշտոնյաները իրենք անգամ իրենց կենդանիներին տնական այդտեղ չէին պահի, շատ անմարդկային վիճակ է, այնտեղ սովորական մարդը ապրելու տեղ չի։ 5 օր փողոցում եմ, ուրեմն գիշերում եւ այդպես ասած փողոցում եմ անցկացնում կյանքս, եթե կյանք կարելի է այսի համարել, եւ այս ամենի մեղավորը այս իշխանություններն են, որոնք զբաղված են կոռուպցիոն եւ հանցավոր գործունեությամբ, աշխատում են հայավարի, անհեթեթ, անտրամաբանական, անձնագիր չունեմ, չեն էլ փորձում տրամադրել, անձնագիրը ուրեմն զրկվել եմ այդ իրավունքից իրենց իսկ կոռուպցիոն ու հանցավոր գործունեության հետևանքով, այսօր անձնագիր չեն տրամադրում, որ այդ իսկ անձնագրով իրենց մոտ ընդունելություն կատարեն, քանի որ անցագիր պետք է լրացվի անձնագրով, դատական ատյան պետք է ներկայանաս, հայցադիմում ներկայացնես անձնագրով, առանց անձնագրի ոչ մի գործողություն չեմ կարողանում անել, որևիցե համայնքի չեն կցում, որևիցե գործողություն սոցիալական իմ վիճակը վերականգնելու, իմ իրավունքները վերականգնելու հարցում ոչ մեկ ոչ մի բան չի անում, մնում է միայն նախագահան, որին ես բազմիցս նախկինում դիմել եմ ու դրա հետևանքով հայտնվել եմ ուրեմն քրեակատարողական հիմնարկներում, անհեթեթ մեղադրանքով իբր թե ոստիկանապետի խորհրդական եմ ծեծել, իբր թե արաբկիրի քրեականի պետ եմ ծեծել, բայց բոլորն է գիտեն, որ ոստիկանությունում քաղաքացի են տանում ծեծում, ոչ թե քաղաքացին է գնում ոստիկանություն իր հարցերը կարգավորելու ու ոստիկանա ծեծում։ Իմ հարցով դիմել եմ ուրեմն նախագահական եմ գնացել դիմել, անձամբ Վիգեն Սարգսյանին եմ տեսել, խոսել, որը չի պատրաստվում ոչինչ անել, ոստիկանություն, քաղաքային վարչություն եմ գնացել, որը ոչինչ չի ուզում անել, անհեթեթ երկիր է այս երկիրը, ասեմ ձեզ ինչու, ուրեմն իմ ազատական թերթիկով 3 օրվա ընթացքում ես պետք է ներկայանայի որևիցե ոստիկանություն եւ հայտնեի, որ ազատվել եմ արդեն ու հետեւաբար օրենքով ընդհանցակարգ տային դրան, բայց ոչ մի ուրեմն համայնքի ոստիկանություն չեմ կարող ներկայանալ, քանի որ նրանք ինձ բացատրում են այսպես, դու մեր համայնքի բնակիչ չես, հետեւաբար քո հարցով մենք չենք կարող զբաղվել։ Հիմա օդի մեջ եմ, վաղը մյուս օրը ինձ կմեղադրեն, որ 3 օրվա ժամկետում ինչու չես ներկայացել ուրեմն ոստիկանություն։ Բայց չեն ասել որ ոստիկանություն, թող ասեն ներկայանամ։ Ու հետո զանգում են քրեակատարողական հիմնարկ, ասում են ընենց արեք ձենը փագի նստի, չբողոքի, չբանանի, չեն մտածում, իրանց կերած քաքերը թող մաքրեն, որ քաղաքացին իրանց դեմ չբողոքի, իրանց չանհանգստացնի, չնայած իրանք հենց աշխատում են նրա համար, որ քաղաքացին իր խնդիրներով իրենց դիմի, իրենք կարծում են, եթե քո խնդիրը լուծում են օրենքով նախատեսված կարգով, իրենց թվում է թե լավություն են անում։ Դրանց փող ինչի համար են վճարում, եթե դրանք լավություն են անում քաղաքացուն, ոչ թե աշխատում են որևիցե տեղ դատախազ կամ դատավոր կամ ոստիկան։